Վերադարձանք սիրելի հեռուստադիտողներ եւ շարունակում ենք խոսել առողջության մասին, հիշեցնենք, որ նոյեմբերի 14-ը շաքարային դիաբետի դեմ պայքարի միջազգային օրն է, երբ ուսումնասիրում ենք թեման, առողջապահության համաշխարհային կազմակերպությունը բավականին մտահոգող առնվազն կարող եմ ասել տվյալներ է ներկայացնում ամբողջ աշխարհում, ներկայացնեմ նախ դրանցից մի քանիսը, այս պայդրությամբ աշխարհում մոտ 589 միլիոն մեծահասակ ապրում է շաքարային դիաբետով եւ կանխատեսվում է, որ 2050 թվականին այս թիվը կհասնի մոտ 853 միլիոնի։ Սա իհարկե բավականին մեծ ցուցանիշ է, իսկ պատճառների մասին կփորձենք խոսել եւ հասկանալ մեր հյուրի հետ, որն արդեն տաղավարում է։ Եվ այսպես Երևանի պետական բժշկական համալսարանի էնդոկրինոլոգիայի ամբիոնի վարիչ, պրոֆեսոր, Մուրացյան համալսարանական հիվանդանոցի էնդոկրինոլոգիայի կլինիկայի ղեկավար Ելենա Աղաջանովան է մեր հյուրը, բարի լույս։ Բարև ձեզ։ Շնորհակալ եմ տաղավարում հյուրընկալվելու համար։ Կարևոր օր է իսկապես այսօր եւ կարևոր թեմայի մասին պիտի խոսենք։ Գուցե իհարկե շատերը մեր հեռուստադիտողներից գիտեն պատասխանը, բայց կխնդրեմ նախ այսպես համառոտ ներկայացնեք ինչ է շաքարային դիաբետը, ինչ տեսակներ կան եւ որոնք են ամենատարածվածն այսօր։ Շաքարային դիաբետը իրենց ներկայացնում է քրոնիկ, այսինքն մշտական բարձր գլյուկոզի, բարձր շաքարի պարունակությունը արյան մեջ։ Ավելի բարձր, քան պետք է լինի։ Դա է հիմնականում։ Եվ պատճառները առաջինը դա է, երբ որ ինսուլինը չի արտադրվում, որովհետև ինսուլին արտադրող բջիջները քայքայվել են։ Եվ երկրորդ պատճառը, երբ որ ինսուլինը արտադրվում է, բայց ավելի քիչ քանակությամբ եւ ոչ լավ որակի, այսինքն ինսուլինի ազդեցությունը խանգարված է լինում, եւ մենք նույնպես տեսնում ենք ինսուլինի անբավարարության երևույթներ։ Այդ առաջի տիպը, այդ առաջի իմ ասածը, դա ավելի բնորոշ է երեխաներին եւ կոչվում է տիպ 1 դիաբետ, ավելի մանկական տեսակն է։ Երկրորդ տիպը ավելի տարածվածն է, հիմնականում լինում է մեծահասակների մոտ եւ այն թվերը, որ դուք ներկայացրեցիք, վախենալու թվեր են եւ ահազանգող թվեր են իհարկե մոտ 90% այդ մարդկանց ունեն տիպ 2 դիաբետ, այսինքն մեծահասակների դիաբետն է, այդ 589 միլիոնից մոտ 2 միլիոնը, որ երեխաներ են, որոնք ունեն տիպ 1 դիաբետ աշխարհում գրանցված։ Դա էլի բավականին մեծ թիվ է, չնայած այդքան արագ չի աճում տիպ 1 դիաբետով պացիենտների թիվը, ինչքան տիպ 2, բայց միևնույն է, բավականին շատ է եւ մեր երկրում օրինակ 9-ից 10% աճ ունենք ամեն տարվա տիպ 1 դիաբետով երեխաների, այսինքն որոնք կարիք ունեն ինսուլինոթերապիայի միշտ, մշտական։ Իսկ մեծահասակներինը պայմանավորված է ավելի շատ այդ քանակները, այդ վախեցնող քանակները, որի պատճառով հիմա խոսում են արդեն այս 21-րդ դարում էպիդեմիայի մասին, շաքարային դիաբետի, դա ավելի շատ պայմանավորված է ապրելակերպի փոփոխությունով ամբողջ աշխարհում։ Ապրելակերպը, այսինքն եւ սնունդն է, սխալ, ավելի դիաբետոգեն սնունդ է հիմա օգտագործվում եւ նստակյաց ապրելակերպը նշանակություն ունի եւ մշտական ստրեսային իրավիճակները, որ մարդիկ ապրում են այդ վիճակում, տարբեր հիվանդությունները եւ այլն։ Եվ սա այն մասն է, որտեղ կարելի ինչ-որ մի բան փոխել, բայց դա այդքան հեշտ չի, դրա մասին վկայում են այս քանակները, այս տվյալները, եւ նաեւ աշխարհում մոտ 700 միլիոն գրանցված կան պացիենտներ նախադիաբետով, այսինքն դա դեռ դիաբետ չի, բայց արդեն նորմալ չի գլյուկոզային նյութափոխանակությունը եւ մոտակա մինչև 5 տարին այդ նախադիաբետի 30%-ը դառնալու է դիաբետ եւ դա շատ ծանր բեռ է առողջապահական համակարգերի վրա եւ ամբողջ աշխարհում ոչ միայն Հայաստանում։ Ես վերջերս մի հարցազրույց էի նայում, մասնագետ էր, միջազգային մասնագետ էր, որը խոսում էր հենց առհասարակ կյանքի որակի փոփոխության մասին, այսինքն այնքան է շատացել ստրեսը առհասարակ մեր կյանքում, այնքան է ծանրաբեռնվածությունը ոչ միայն ֆիզիկական, այլև մտքի առումով մեր մտածողության վրա, որ կարծես թե մեր հաճախ ասում են, որ թե միտքը թե մեր առհասարակ օրգանիզմը նախագծված եւ նախատեսված չի եղել նմանատիպ ստրեսի դիմակայելու համար եւ այդտեղից առաջանում են կարծես թե բոլոր հնարավոր խնդիրները, այդ թվում նաեւ շաքարային դիաբետը։ Հետաքրքիր է թե որոնք են այն նախանշանները, որոնք հաճախ մարդիկ գուցե անտեսում են, ունենում են նախանշաններ, որոնք հուշում են իրենց, որ կա խնդիր, գուցե այդ նախնական շրջանն է, ոչ դեռ դիաբետ, բայց գուցե արդեն կա շաքարային դիաբետ, ինչպես հասկանալ, որ նախանշանների դեպքում պետք է գնալ բժշկի օգնությանը դիմելու։ Շատ կարևոր հարցեր, ես մի հատ ձեր առաջի միտքը հավելեմ, որ մեր օրգանիզմը նաև նախատեսված չէր այս քանակի սնունդ օգտագործելու համար եւ այս որակի սնունդ այդքան պարունակող մեծ քանակությամբ հեշտ հյուրացվող ածխաջրատներ, շաքար ուղղակի նախատեսված չի եւ մեր օրգանիզմը նախատեսված չի նստակյաց կյանքի համար, այսինքն մենք պետք է շարժվենք, սնունդ
հայթայթենք, ուտենք, շարժվենք եւ դա էլ ստրեսի հետ միասին նպաստում է ոչ միայն դիաբետի, սիրտանոթային տարբեր հիվանդություններ եւ այլն։ Հիմա որոնք են նախանշանները, նրանք կլասիկ են, կարծես թե բոլորը դրա մասին գիտեն, հա, երբ որ սկսում են շատ միզել, շատ խմել, գիշերամիջությունն է սկսվում, այսինքն երեխան կամ մեծահասակ սկսում են գիշերը դուրս գալ արթնանալ հենց միզապարկը դատարկելու համար։ Դա է թուլություն, հոգնածություն, անհասկանալի եւ նիհարում։ Շատ անգամ այդ դրանք են նշանները։ Այդ երեխաների մոտ, երիտասարդների մոտ, ու մոտ որ գնում է քայքայումը ինսուլին արտադրող բջիջների, արագ է դա լինում եւ սուր է լինում եւ ավելի արտահայտված են այդ բոլոր նշանները։ Դրա համար ամենաուշը մի 4-5 շաբաթից իրանք կհայտնվեն հիվանդանոցում, բայց ինչքան շուտ, այդքան ավելի պահպանված վիճակում, ինչքան ավելի ուշ, այդքան ավելի ծանր վիճակում։ Իսկ երկրորդ տիպ դիաբետ այդ մեծահասակների մոտ դանդաղ է ընթանում, այդ նույն գանգատները այդքան արտահայտված չեն։ Իրանք կարող է այդ մարդը չնկատի, ուշադրություն չդարձնի, որ շատ է խմում, շատ է միզում, հոգնում է, բացատրություն կգտնի դրան, նիհարում է, բացատրություն կգտնի, գիշերը զարթնեց, էլի բացատրություն կգտնի, բայց եթե դա շարունակական է լինում, անպայման պետք է գլյուկոզան չափել արյան մեջ։ Դիաբետը ամենահեշտ ախտորոշվող հիվանդությունն է, պետք է գլյուկոզան չափվի արյան մեջ ու վերջ։ Ու դա արդեն իհարկե պետք է բյուժիշկը դա տեսնի, որ մեկնաբանությունը ճիշտ է, եւ արդեն ըստ դրա կախտորոշվի նախադիաբետ միգուցե եւ շատ ավելի լավ կլինի նախադիաբետի պայմաններում հայտնաբերել, որովհետեւ դա այն իրավիճակն է, որ կարելի է հետ բերել, դարձելի է։ Այս ժամանակ կարելի է հետ բերել դեպի նորմալ նյութափոխանակություն եւ չունենալ դիաբետ, այդ նախադիաբետ, բայց նախադիաբետը կարա չունենա եւ գանգատ։ Նաեւ դենց էլ առանց ոչ մի նշանի կարա լինի։ Մենք ուղղակի հետագայում տեսնենք, հիշենք, որ 5 տարի առաջ վիրահատություն եմ տարել, անալիզի մեջ 6 էր գլյուկոզան։ Այդ 6-ը արդեն նորմալ չի, արդեն բարձր է։ Դրա համար բժիշկների հետ էլ ենք դա քննարկում, հա ուսանողների, որ 6-ը արդեն նորմալ չի, դա արդեն նշան է, որ ինչ որ մի բան գնում է սխալ, պետք է գնալ այդ թվի հետևից եւ ավելի խորը հետազոտել պացիենտին, որ բաց չթողնենք նախադիաբետը եւ օգնենք մարդուն։ Այսինքն այստեղ ամենակարևորը, որ հետո գործողություններ արվեն։ Իսկ գործողությունների առաջինը ապրելակերպի փոփոխությունն է եւ ամենադժվարը։ Եվ սնունդը շատ կարևոր բան է, այ դա սնունդն է եւ շարժվել սպորտը։ Բայց դա եւ դա ստացվում է, որ ամենադժվարն է։ Ես մեր օրերում հաճախ ուրախությամբ սա երևի թե պիտի ասեմ, որ հանդիպում եմ, երբ օրինակ խանութներից որևէ մեկում գնումներ եմ կատարում, հանդիպում եմ էլ ավելի շատ մարդկանց, որոնք այսպես մի փոքր կանգ են առնում, երբ որևէ բան վերցնում են, որևէ սննդամթերք, ցանկացած մի բան, եւ այսպես ավելի ուշադիր են ընթերցում բաղադրությունը, այո, փորձում են հասկանալ ինչ կա, հա, եւ ժամանակին ես դա ինքս ինձ վրա եմ կարծես թե փորձել, որ հաճախ այդքան էլ ուշադրություն չէի դարձնում, երբ սկսում ես ուշադիր ընթերցել այն նույն հյութերը կամ բաներ, որոնք թվում է թե առհասարակ պետք է շաքար չպարունակեն որպես այդպեսին, բայց ընթերցելով բաղադրությունը հասկանում ես, որ հենց ամենաառաջին, եթե ոչ երկրորդ կամ երրորդ բաղադրիչը շաքարն է լինում, այսինքն ամենաշատը շաքարն է պարունակվում։ Հիմա այստեղ իհարկե կան շատ այլ տարբերակներ, օրինակ, չգիտեմ, ասպարտամ կամ նյութեր, որոնք փոխարինում են շաքարը։ Ուզում եմ այս մասին հարցնել, արդյոք սա այսպես ավելի առողջ ընտրություն է, առողջ տարբերակ է գնել օրինակ ապրանքներ կամ սննդամթերք, որտեղ մեծ նշված է, որ չի պարունակում շաքար եւ մտածել, որ դա անելով դու քեզ այսպես ապահովագրում ես ինչ որ առումով։ Տեսեք, այդ դիաբետիկ սնունդը, որը կա սուպերմարկետներում եւ պացիենտները նաեւ գնում են հաճույքով, որովհետեւ ուզում են քաղցր ուտել, դե պահանջը կա բնակչության մեջ։ Ոչ, հիմա այդ դիաբետի սնունդը ընդունված չի համաշխարհային բժշկագիտության կողմից, որովհետև նա հիմնականում նրանք պատրաստված են ֆրուկտոզայով, ֆրուկտոզան իհարկե նույնպես կանցնի գլյուկոզայի, այսինքն էլի գլյուկոզայի մակարդակը արյան մեջ կբարձրանա ավելի երկար ճանապարհով, բայց միևնույնն է կբարձրանա գլյուկոզայի մակարդակը եւ դա չի նշանակում, որ դիաբետիկ սնունդը բավական բացարձակ անվնաս է եւ ինչքան ուզում են կարող են ուտել, հաշվի առնեմ նաեւ որ ալուր կամ է չի եւ այլն։ Դրա համար կամ չենք ուտում, իսկ մեծահասակներին շատ ավելի խիստ է արգելվում նամանավանդ քաշ ունեցող, իսկ դիաբետով պացիենտների մեծ մասը 80%-ը, ոչ բոլորը, բայց 80%-ը ունեն ավել քաշ կամ ճարպակալում։ Եթե կա կարիք, ցանկություն ինչ-որ մի քաղցր բան ուտելու, մենք ասում ենք ավելի լավ է սովորական իր սիրած ինչ-որ մի քաղցրավենիք ուտի, քան դիաբետիկը եւ հույս դնի, որ այնտեղ ոչինչ չի լինելու։ Ինչը վերաբերվում է
այդ փոխարինիչներին օգտագործելը, ասպարտամ, ստևիա եւ այլն, հա, ավելի լավ է մենք հիմա խորհուրդ ենք տալի ավելի ստևիան օգտագործելը, որպես ավելի բնական եւ բավականին քաղցր նյութ են դա, բայց միևնույն է այդ ասպարտամ, ֆրուկտոզա եւ այլն չարաշահել պետք չի։ Իհարկե կարելի է որպես քաղցրացնել թեյ կամ սուրճ օգտագործել, բայց ոչ ավել քան 4-5 հաբ օրեկան։ Ինչ հետևանքներ ունենում դիաբետը առհասարակ մեր մյուս օրգանիզմի վրա, այլ խնդիրների վրա, եթե խոսում ենք նյարդային համակարգի մասին, սրտանոթային հիվանդությունների մասին եւ այլն, այսինքն ինչի կարող է հանգեցնել եւ ինչով է վտանգավոր։ Տեսեք, շաքարային դիաբետը իրականում ճիշտ եք ասում, վտանգավոր է իր բարդություններով, հա, եթե սուր բարդությունները դնենք մի կողմ, քրոնիկ բարդություններով։ Այսինքն դիաբետի ժամանակ առաջի օրվանից վնասվում են անոթները եւ վնասվում են նյարդերը։ Բավականին լուրջ այնտեղ process-ներ են գնում։ Իհարկե, եւ չեն կանգնում այդ process-ները, նրանք շարունակական են։ Եվ ամբողջ անոթային ցանցը վնասվում է, դա նշանակում է, որ բոլոր օրգան համակարգերը վտանգված են։ Եվ դա է դրանով է պայմանավորված, որ մահացությունը դիաբետով պացիենտների հիմնականում լինում է սիրտանոթային հիվանդություններով, դա ինֆարկտներն են, ինսուլտներն են, երիկամային անբավարարությունը եւ այլն, որտեղ վնասվում է ամբողջ համակարգի եւ անոթային ցանցը, մանր անոթները, միջին տրամաչափի խոշոր անոթները, բոլորը վնասված են լինում։ Դա չի լինում մի օրվա մեջ, իհարկե, որ մենք տեսնենք, դա տարիներ է տևում։ Եվ դրա համար, այո, կան կանխարգելիչ միջոցներ, դա այն է, որ մենք կարող ենք դանդաղեցնել, մենք չենք կարող կանխենք։ Մենք պետք է դանդաղեցնենք այդ բարդությունների զարգացումը։ Դրա առաջի եւ պարտադիր պայմանը գլյուկոզայի վերահսկումն է։ Եվ դա վերաբերվում է եւ երեխաներին եւ մեծահասակներին։ Հիմա շատ ավելի լավ պայմաններում են երեխաները, որոնք ունեն շաքարային դիաբետ, եթե համեմատենք օրինակ 15 տարի առաջ ինչ է եղել, որովհետեւ նրանք հիմա ստանում են շատ լավ ինսուլիններ, դա շատ կարեւոր է դեղորայքի որակը եւ դեղորայքի ազդեցության պրոֆիլը։ Այն ինսուլինները, որ ստանում ենք հիմա, նրանք նույնն են, ինչ որ ստանում են եվրոպական երկրներում երեխաները, առանց ոչ մի տարբերության, եւ դա բերում է նրան, որ մենք հարմարեցնում ենք երեխայի, հարմարեցնում ենք հիվանդությունը, դիաբետը, երեխայի կյանքի ռեժիմին, ինքը ամեն ինչ կարան ինչ որ ուզում է, հավասար իր հասակակիցների հետ, ոչ մի բանից չի զրկվել, ուղղակի ավելի ուշադիր պիտի լինի եւ ուղղակի նա պիտի ինսուլին անի եւ գլյուկոզան չափի արյան մեջ, որ կարողանանք վերահսկենք եւ դրա հաշվին մենք հետաձգում ենք այդ բարդությունները, նրանք չեն լինելու 10 տարի հետո, մենք հույս ունենք նրանք կլինեն 40 տարի հետո, 30 տարի հետո, կլինեն, անխուսափելի է, բայց ուշ կլինեն։ Եվ կյանքի որակը իհարկե դա միանշանակ ստե խոսքը գնում է կյանքի որակի մասին, այսինքն եթե կա առողջության հարց, ուրեմն երկրորդը պետք է լինի կյանքի որակը եւ ցանկացած տարիքում դա պետք է, երեխան պետք է լինի երեխա իր մանկական կյանքով ապրի։ Եվ եթե կա հիվանդություն, դե հիմա ստացվեց, դա պետք է ընդունել։ Պետք չի պայքարել այդ գաղափարի դեմ։ Մենք աշխատում ենք նրա վրա, որ նրանք ընդունեն այդ գաղափարը ու սկսեն ապրել դրա հետ։ Սովորեցնում ենք, անցնում են երեխաները բոլորը դիաբետի դպրոց, այսինքն կրթվում է եւ երեխան եւ նրա ծնողը ոնց ենք ապրելու։ Ինչպես է սնվում, ոնց է ինսուլին անում, ոնց է փոխում ինսուլինի դոզան, կապված կերած իր ածխաջրատների հետ, երբ պետք է չափի գլյուկոզան, ինչքան հաճախ, սովորաբար չափումները սովորաբար 4-ից մինչև 10 անգամ են օրվա մեջ գլյուկոզայի չափումները, դա դժվար է։ Դա շատ բարդացնում է երեխայի առօրյան։ Եվ մեծահասակներին, բայց իհարկե մեծահասակները շատ ավելի անգամ ավելի անուշադիր են լինում։ Ստեղ կա ծնող, որը ուշադրություն է դարձնում եւ պահանջում է, ստիպում է ինքն է հետևում, բայց նաեւ ձևավորվում է սովորույթ երեխայի մոտ։ Եվ հիմա շատ լավ է, որ մենք ունենք առաջընթաց այդ հարցում, այդ ամենը ինչի մասին ես ասում եմ, ես հպարտանում եմ, որտեղ դա մեծ աշխատանք է, որը կատարվել է վերջի տարիների ընթացքում եւ հիմա մենք ունենք նաեւ ավելի մի կյանքը մեղմացնող եւ հեշտացնող բան, երբ որ երեխաները կան հիմա սարքեր, շարունակական գլյուկոզայի մոնիտորինգի սարքեր։ Նրանք գլյուկոզայի որոշումը կատարում են առանց մատածակելու։ Հա սարք է, որը կպցվում է մաշկին, պուջուրի կաթետրով, այո, պուջուր կաթետրով ուրեմն արունը ստուգվում է
հյուսվածքների մեջից, դա արուն չի, դա հյուսվածքներն են, եւ այո, հեռախոսի վրա արդեն ծրագիրը քաշած է լինում, կամ ինքը հատուկ ունի կարդացող սարք եւ 3 րոպե կամ 5 րոպե մեկ այդ գլյուկոզան չափվում է եւ ինֆորմացիան կա հեռախոսի վրա, ուղղակի պետք է նայել։ Պետք է նայել, հետեւել, քննարկել բժիշկի հետ, ծնողի հետ, ամենայնպես այդ սա հնարավոր է։ Դա շատ մեծ առաջընթաց է։ Եվ հեսա բոլոր երեխաները հերթով աստիճանաբար մենք հեսա կստանանք, դեռ չունենք եւ կտեսնենք, որ երեխաների կյանքը եւս ավելի կհեշտանա, այո, կփոխվի, դա կյանքի որակը կփոխվի եւ նաեւ դիաբետի հսկողության որակն էլ կփոխվի, որովհետեւ եթե մենք չափում ենք գլյուկոզան հիմա, մենք այս պահին ենք տեսնում ինչա կատարվում։ 2 ժամից չափեցինք, 2 ժամ հետո ենք տեսնում։ Իսկ այս գրաֆիկը անգամ նայեցինք, չնայեցինք, ինքը կառուցվում է եւ մենք հետադարձ կարանք հայացքով նայենք եւ վերլուծենք, այո, ինչն է սխալ, ինչն է ճիշտ, ինչը պիտի փոխվի։ Այո, իհարկե դա այդ սարքերը մեծերն էլ կարող են դնել։ Ուղղակի ծրագիրը հիմա դեռ մանկական է, ինչը որ շատ լավ է։ Շնորհակալ եմ ձեզ, Ելենա, շատ կարևոր ու հետաքրքիր զրույցի համար։ Իհարկե նաև շնորհավորում եմ բոլոր ձեռքբերումների կապակցությամբ ու վստահ եմ, որ այն կարևոր աշխատանքը, որը դուք եւ ձեր գործընկերները կատարում եք, շարունակական կլինի։ Մենք էլ առիթ կունենանք իհարկե խոսելու, տաղավարում այդ։ Շնորհակալություն։ Սիրով, իսկ ձեզ ելի հեռուստադիտողներ առաջարկում ենք շարունակել թեման դիտելով մեր հաջորդ տեսանյութը ու վերադառնալ։